Էջմիածնում Ֆինկան նոր հասցե ունի Բաղրամյան Թումանյան փողոցների խաչմերուկում պաշտոնապես վերաբացվեց Ֆինկա Հայաստանի 31-րդ մասնաճյուղը։ Ես հպարտ եմ այս հատուկ առիթով գտնվել Էջմիածնում, այսօր մենք տոնում ենք Էջմիածնում նոր մասնաճյուղի վերաբացումը։ Ֆինկան ունի 31 մասնաճյուղ ամբողջ Հայաստանում և մենք սպասարկել ենք ավելի քան 22,000 հաճախորդի, ցածր եկամուտ ունեցող անձանց, գյուղատնտեսների, ձեռնարկատերերի և նրանց, ովքեր փորձում են բարելավել իրենց կյանքը։ Հունվարին MFR միջազգային վարկանիշային գործակալության կողմից արժանացել ենք հաճախորդների պաշտպանության ոսկե վկայագրի, ինչը մեզ համար մեծ պատիվ է։ Ֆինկան քայլում է ժամանակին համընթաց նոր հասցեում հաճախորդները կսպասարկվեն առավել հարմարավետ պայմաններում։ Նոր հասցեն իրենց ենթադրում է նոր տարածք, նոր մոտեցումներ ոչ միայն ֆինանսական ծառայությունների մատուցման, այլև հաճախորդների սպասարկման առումով, որտեղ նոր հասցեում նոր պրոդուկտներ են լինելու, նոր մոտեցումներ ֆինանսական կրթության դասընթացների եւ սոցիալական այլ ազդեցության նախագծերի միջոցով, ինչպես նաեւ թվային լուծումների միջոցով։ Հերթական մասնաճյուղը կբացվի Եղվարդում ապրիլի 14-ին, 2-3 շաբաթից նոր մասնաճյուղ կունենանք Սիսիանում, այնուհետև կան մի շարք այլ նախագծեր, նոր համայնքներում, նոր տարածքներում մասնաճյուղեր ունենալու։ Ֆինկա Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ Տասնամյակների պատմություն ունեցող վարկային կազմակերպության համար յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում ցուցաբերելն առաջնային գործոններից մեկն է։ Ալիկ Սահակյանը Ֆինկայի բազմաթիվ հավատարիմ հաճախորդներից մեկն է, նշում է, հուսալի գործընկերոջ Ֆինկայի հետ 10 և ավելի տարիների համագործակցությամբ է պայմանավորված ծաղկի բիզնեսում ունեցած իր այժմյան հաջողությունները։ Փոքր ջերմոցներ կար, որը Ֆինկայի շնորհիվ մենք կարողացանք արդեն ընդլայնել, մեծացնել տնտեսությունը, խոհ ենք Ֆինկայից, իր աջակցությամբ այդ ամեն ինչը ընդլայնվել։ Առաջին անգամ Ֆինկա հայտնվել եմ մի ուրիշ նպատակով, ես մի մարդու համար երաշխավոր էի եկել։ Պայմաններին ծանոթացա եւ շատ հավանեցի, հասկացա, որ կարելի է աշխատել այս կազմակերպության հետ եւ շատ կարեւոր է, երբ որ մարդուն հասկանում ես, որ այդ կազմակերպությունը կարգին կազմակերպությունը, հավերժ է, վտանգավոր չի։ Ֆինկայի բոլոր ծառայությունները հասանելի են Վաղարշապատ համայնքի բնակավայրերի բնակիչներին, ասում է Ֆինկա Հայաստանի Էջմիածին մասնաճյուղի կառավարիչ Մեսրոպ Ղանդիլյանը։ Ունենք տարբեր տեսակի վարկատեսակներ, սկսած գյուղատնտեսականից, հիփոթեկային վարկավորում, մեծ խթան ենք հանդիսանում նաև կանայք բիզնեսում, շատ ցածր տոկոսադրույքով կատարում ենք ապա վարկավորում, նույնիսկ Ֆինկան Էջմիածնում է արդեն 2008 թվականից, սպասարկում ենք այն ժամանակվանից մինչև օրս Էջմիածին քաղաքը եւ իր հարակից բոլոր բնակավայրերով։ Մենք միշտ մեր որդեգրած ուղուց չենք շեղվել, մեր հաճախորդի կողքին ենք միշտ, անկախ հաճախորդի ֆինանսական բարդությունից ունենք լուծումները։ Ֆինկան ոչ միայն ֆինանսական ծառայություններ է մատուցում, այլև իրականացնում է տարբեր սոցիալական ծրագրեր, տեղեկացնում է Ֆինկա Հայաստանի մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանը։ Արդեն 2 և ավելի տարի է գյուղատնտեսության ոլորտում փորձում ենք գյուղատնտես կանանց և տղամարդկանց ֆերմերներին փորձել ավելի նորարար, ավելի կլիմայի փոփոխության հետ համարժեք, ավելի նոր լուծումներ տալ գյուղատնտեսության զարգացման մասով եւ թե դասընթացների եւ թե այլ պրոյեկտների միջոցով դա հասցնում ենք տեղ։ Շուտով Ֆինկայի պաշտոնական էջում հասանելի կլինեն կրթական կարճամետրաժ ֆիլմեր, որոնք միտված են ավելի մեծ եկամուտ ապահովող գյուղատնտեսության զարգացմանը։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։